Գաֆէսճեան հիմնադրամը շուրջ 2 տարի առաջ է տարածքը վերադարձրել Երևանի քաղաքապետարանին Կասկադի վերակառուցման ծրագիրն ավարտելու համար։ Կառավարության հաստատած ծրագրին է անդրադարձել Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը պարզաբանել է նաև քաղաքային տրանսպորտի արդիականացման գործընթացը։ Հենց հիմա Երևանի ավականու նիստում քննարկվում է եւս 45 տրոլեյբուսների ֆինանսավորման հարցը բյուջեում նախատեսելու եւ այդ ֆինանսավորումը տրված է կառավարության կողմից անձամբ վարչապետի հանձնարարականով։ Քաղաքապետը նաև նկատել է, որ Երևան քաղաքը վերջին 3 տարվա ընթացքում եռապատկել է սեփական եկամուտները։ Արդյունքում պետական բյուջեից ֆինանսավորումը նվազել է։ Խոսելով Նուբարաշենի աղբավայրի մասին Տիգրան Ավինյանը նախարձանագրել է, որ Երևանն այդ խնդիրն ունի արդեն շուրջ 75 տարի եւ անգամ Խորհրդային Միության տարիներին լուծում չի գտնվել։ Զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետեւյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդ պրոցեսը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար։ Խնդիր է դրվել աղբավայրի վերամշակման համակարգի ծրագիր ներկայացնել։ Քաղաքապետը նաև պարզաբանել է, թե ինչն է հիմք հանդիսացել Նուբարաշենի աղբավայրը դիտավորությամբ հրդեհելու մասին հայտարարության համար։ Առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը, պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը։ Երկրորդ, 2 օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու։ Ունեցել ենք պրոցեսներ, որոնք որ ենթադրում են որոշակի ֆինանս են գեներացրել եւ այդտեղ շահեր են եղել եւ այլն եւ հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը ոչ թե ուզում ենք, այլ հիմա մաքրել ենք եւ բերում ենք օրինական դաշտ։ Ավինյանը նաև տեղեկացրել է, որ տարբեր մարդիկ են հարցաքննվել, իսկ Նուբարաշենի աղբավայրի տարածքում այսուհետև շատ խիստ է լինելու վերահսկողությունը։ Քաղաքապետարանը տեսահսկման համակարգ է տեղադրում, սահմանափակվել է նաև տարատեսակ ավտոմեքենաների մուտքը։ Մեծ թափով ընթացող բազմաբնակարան շենքերի շինարարության արդյունքում առաջացած ենթակառուցվածքների խնդրում քաղաքապետարանին մեղադրելու փոխարեն Ավինյանը խորհուրդ է տվել շեշտել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ենթակառուցվածքների ավելացման ամենամասշտաբային ծրագիրն իրենք են իրականացրել։ Վերջին 3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում։ Երկրորդը, Երևանի քաղաքապետարանը այսօր շինթույլտվությունները նամանավանդ խոշոր համալիր կոմպլեքսների տալիս է մի ձևով։ Դա ճարտարապետական խորհրդի հաստատմամբ։ Քաղաքապետարանը վերջին 2 տարվա ընթացքում ներմուծել է տուրքեր ճարտարապետահատակագծային իրավունքի տրամադրման եւ շինթույլտվության համար։ Նախորդ տարի շուրջ 24 միլիարդ դրամ են հավաքագրել։ Ավինյանն անդրադարձել է նաեւ Անիֆի կոռուպցիոն սկանդալին իր առնչության մասին շրջանառվող լուրերին։ Թվեր եմ հրապարակել 3 ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ կոնկրետ ֆինանսական թվեր, այդ քաղաքասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը ներառյալ հետաքննական լրատվականները թվերին անդրադարձ չկա, 0 անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել։ Քաղաքապետը հիշեցրել է, որ կոնկրետ հարցեր է բարձրաձայնել եւ հարցականի տակ դրել սկանդալային իր առնչության մասին առաջ քաշվող թեզերը։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։